Դերասան Ալեքսանդր Բաբասյանի և սննդաբան Լիլիթ Բասյանի բաժանումից հետո նրանց անձնական հարաբերությունները մեկ անգամ չէ, որ հայտնվել են հանրության ուշադրության ու քննարկումների կենտրոնում։ Տևական ժամանակ է թե Ալեքսանդրը, թե Լիլիթը լռություն են պահպանում այս թեմայով, բայց օրերս ինստագրամյան էջում հրապարակած հոլովակի միջոցով Ալեքսանդրն ակնարկել էր, որ ամուսնանալու մտադրություն ունի, ավելի վաղ նա հայտնել էր նաև սիրելի ունենալու մասին ու ընդգծել, որ վերջինս արտերկրում է բնակվում։ Ալեքսանդրի խոսքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Իրականում ամեն անգամ ասում եմ սոցկայքերով էլ ոչ մի բանի մասին չխոսամ, հեսա կփսակվեմ, 3 երեխա կունենամ, կգնամ Շվեյցարիա հանգիստ կապրեմ։ Բայց դա չի լինում, եթե հարցը վերաբերում է բացարձակ արժեքներին, որը հայրենիքն է, ընտանիքը եւ Աստված։ Միտեղ էլ էս վերջերս հայկական ինչ-որ առիթի ենք նստած էլի հավաքվել են Ռեժանը, Թթունը, Արաղը, Խորովածի սեթը, բան սա գարան պատրոն դաշը, սաղ տես նստած են, ման 3 շշից հետո բոլորը դառան քաղաքական գործիչներ ու քաղաքական մեկնաբաններ, վերջը արա ինչ ղեկավարություններ ախպեր Ղարաբաղը տվին թուրքերին բան, ասի օքեյ, ման հասցրեցի, ասի ախպերս իրականում ուզում հարց տամ քեզ, բա ասած ասա, բա քանի անգամ ես ասի Ղարաբաղում եղել, սենց արեց ամոթել ասեմ ախպեր, բայց ես 30 տարվա մեջ մի անգամ չհասցրեցի Ղարաբաղը լինեմ։ Հետո ավելի ուշ պարզեցի, որ Երևանում բնակարան է վաճառել, 3 տղա ունի, 3-ին է տարես արկել Ռուսաստանի քաղաքացի, որ հետո 3-ին է բանակից ազատի։ Նշենք, որ դեռ տարիներ առաջ հարցազրույցներից մեկում դերասանը խոսել էր մի քանի թեմաների մասին, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ես միշտ պետք է լինեմ առաջինը, ամենալավը։ Միգուցե ինձ վերաբերում են որպես ամբիցիոզ մարդու, սակայն իմ ամբիցիաներին զոհ են գնում, որովհետև ես տալիս եմ այն, ինչ իրենց պետք է եւ ի պատասխան պահանջում եմ կրկնակին։ Դերասանն ունի դրա իրավունքը։ Ես ինձ պահում եմ այնպես, ինչպես դերասանը պետք է պահի իրեն։ Ես սցենարը սովորած եւ ժամանակին եմ գալիս նկարահանումների, արտաքին տեսքս միշտ հարդարված է, կոկիկ հագուստով եմ։ Երբ ռեժիսորի նոր օգնական է գալիս, ասում է հուշեմ, ասում եմ ինձ պետք չէ հուշել։ Ես երևի մեր անձնակազմի միակ դերասանն եմ, որ ասում եմ սցենարը նախապես տվեք, որ ես աշխատեմ։ Ես մշակում եմ իմ կերպարին համապատասխան։ Եթե ես ամբիցիաներ ներկայացնեի, սակայն ինքս պարտաճանաչ չլինեի, ամեն բան այլ կլիներ։ Ես որպես դերասան պատրաստ եմ գալիս եւ պահանջում եմ, որ իմ հանդեպ էլ ուշադիր լինեն։ Մեզ մոտ դերասանին չեն վերաբերում այնպես, ինչպես հարկն է, սակայն ես ստիպում եւ պահանջում եմ բոլորին, դիմահարդար, ոճաբան թե ռեժիսորի օգնական, որ ինձ վերաբերեն այնպես, ինչպես հարկն է, իմ պահանջները բավարար են։ Ժամանակի ընթացքում ինչ-որ հարցերի վերաբերյալ տեսակետս վերանայում եմ։ Այն ժամանակ ասում էի, որ մեր տանը երբեք դայակ չի լինի։ Իհարկե, կարծիքս հիմնովին չեմ փոխել, նախ դայակները լինում են տարբեր, բացի այդ երեխայի տարիք գոյություն ունի, սակայն մեր տանն արդեն դայակ կա։ Իհարկե, չի կարող լինել դայակ, որը կքնեցնի երեխային, երկրորդ երեխան ունենալու դեպքում բացառվում է, որ մեր տուն դայակ մտնի, մինչև նրա 2 տարեկան դառնալը, բայց հաշվի առնելով Լիլիթի սերն աշխատանքի հանդեպ 3 տարեկան երեխայի դեպքում կոմպրոմիսի գնացի։ Լիլիթը գիտի, որ մինչև հիմա էլ այդ առումով ինձ մոտ ահավոր վիճակ է։ Ուղղակի մեր երեխան հիմա 3 տարեկան է, մենք կտանք փորձված կնոջ, որը նրա հետ որոշակի ժամեր է անցկացնում։ Ես չեմ ընդունում, երբ երեխան 6 ամսականից դայակ է ունենում։ Մեր դայակը երեխային տանում է զբոսանքի եւ բերում տուն։ Սկզբում նա գալիս էր միայն այն ժամանակ, երբ երեխան քնած էր։ Լիլիթը քնեցնում էր երեխային, քնած ժամանակ դայակը լինում էր նրա կողքին, մենք դուրս էինք գալիս։ Մեր տանը պատերազմ էր այդ թեմայով։ Ժամանակի ընթացքում ես հետևում էի, ինչպես է դայակը խաղում երեխայի հետ։ Մեր տանը տեսախցիկներ կան։ Ամեն ինչին հետևելուց հետո համաձայնեցի, որ դայակը երեխային նաև զբոսանքի տանի։ Հիմա թե իմ, թե Լիլիթի աշխատանքն այնքան շատ է, որ ֆիզիկապես չենք հասցնում։ Լիլիթը թևեր է առնում իր աշխատանքից։ Նա առանց աշխատելու էլ է ամեն ինչ ունեցել, սակայն Լիլիթին դուր է գալիս, որ մարդկանց օգնում է։ Ես չեմ ուզում սահմանափակել իրեն։ Եթե ինքն այդ ամենը հաճույքով է անում, ես կգնամ այդ զոհողությանը, որ երեխային մի քանի ժամ դայակա հետևի։
Ես ուզում եմ տղաս լինի այնպիսին, ինչպիսին ես եմ, որովհետև ես ինձ դուր եմ գալիս։ Ես ինձ համարում եմ ստացված պրոյեկտ, ունեմ մեծ ընկերություն, ծնողներս, կինս ինձ հավանում են, երեխաս ամբողջ օրը պոչիցս կպած է։ Իմ տեղը գտել եմ, գնել եմ տուն, մեքենա, ընտանիքիս, ընկերներիս համար ամեն ինչ կարող եմ անել։ Ինձ մոտ ամեն ինչ ստացվել է, ուզում եմ նույն մոդելը կիրառել նաև որդուս դեպքում։ Իմ տղան չպիտի որևէ բանի կարիք ունենա, բայց դա չի նշանակում, որ 16 տարեկանում պետք է մեքենա ունենա, նման բան չի լինի, իմ տղան պետք է և ավտոբուս նստի, և տրոլեյբուս, որովհետև ես նստել եմ։ Ժամանակին ես նստել եմ երթուղային, ընկերուհուց ճանապարհել եմ տուն, գումար չեմ ունեցել, ոտքով եմ վերադարձել տուն։ Ավելի լավ է ոտքով 7 կիլոմետր քայլես, բայց ոչ ոք չիմանա այդ մասին։ 20 տարի անց հարցազրույցի ժամանակ բացահայտվի, քան խնդրես, որ քեզ գումար տան կամ փախչես ավտոբուսից։ Տղամարդը պիտի դժվարություն տեսնի։ Եթե տղամարդը սովորի փափուկ կյանքի, ոչ իր աշխատանքը կգնահատի, ոչ էլ իր ծնողի։ Ես միշտ աշխատել եմ ինձ վրա, 25 տարի քնել արթնացել եմ մի սենյակում, որտեղ մի ամբողջ պատ գրականություն է եղել և ես ամբողջը կարդացել եմ։ Երբեք չեմ խոսել այս մասին, բայց 12 տարեկանից աշխատել եմ։ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այցեքարտեր էի ցրում, մոտ 1000 դրամ էին տալիս դրա համար, բայց ես ինձ լավ էի զգում։ Սա հատուկ այն մարդկանց համար եմ պատմում, որոնք ասում են, թե ես սիրում եմ օդից փող։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ընտանիքս երբեք ֆինանսական խնդիր չի ունեցել։ Ես ուրախ ու երջանիկ մանկություն եմ ունեցել։ Իմ ծնողներն ինձ տվել են գումար, բայց ես փոքրուց աշխատել եմ, որպեսզի ինքնուրույն լինեմ։ Ես ինձ որպես տղամարդ լավ չէի զգա, եթե չաշխատեի։ Ես իմ կյանքում ամեն ինչ ստեղծել եմ սեփական ձեռքերով։ Ուսանողական տարիքում ես ամաչել եմ իմ ծնողից գումար ուզել։ Ծնողս ինձ տվել է գումար, բայց ես ամաչել եմ ուզել։ 16 տարեկանում աշխատել եմ որպես DJ, 17-ում որպես գովազդային գործակալ։ 17-ից 22 տարեկանում ընտրական փուլերում աշխատել եմ քաղաքական ասպարեզում։ Կուսակցություններից մեկի կենտրոն համայնքի երիտ թևի նախագահն էի։ Հիմա ոչ մի կուսակցության չեմ պատկանում։ 22 տարեկանում գնացել եմ բանակ, զորացրվելուց հետո էլի աշխատել եմ քաղաքական ասպարեզում, հետո քաղաքապետարանում տրանսպորտի տեսչությունում։ Այնուհետև հիմնել եմ անշարժ գույքի իմ գործակալությունը։ Մեր հայտնի գործարարներից մեկի հետ որոշեցինք մենք կառուցել մեր օֆիսի շենքը։ Ամեն ինչ զրոյից ստեղծեցինք։ Մոսկվայում էլ եմ իմ ռեստորան ընկերներիս հետ սեփական ձեռքերով վերանորոգել, երբ ամեն բան ինքդ ես անում, այլ կերպ ես գնահատում աշխատանքդ։ Մեր Հայաստանում լինելն առաջին հերթին պայմանավորված է երեխայի մեծանալով։ Չեմ ուզում, որ երեխաս Մոսկվայում մեծանա։ Կարևոր դեր ունի նաև կայարան հեռուստասերիալը, որովհետև Առնոյի կերպարն ինձ շատ է դուր գալիս։ Ավելի շատ կենտրոնանում եմ այդ դերի վրա։ Եթե այդ կերպարը կամ անձնակազմը ինձ դուր չգար, երկար չէի աշխատի։ Ինձ ոչինչ չի ստիպում մնալ միտեղ, որտեղ ինձ դուր չի գալիս, բայց այստեղ բոլոր պայմանները ստեղծված են, որ ինձ համար լավ լինի։ Մոսկվա հաստատ չեմ գնալու, քանի որ այնտեղ ինձ լավ չեմ զգում։ Ինձ դուր չի գալիս այնտեղի մտածելակերպը, միջավայրը, մենթալիտետը։ Բիզնեսս այնտեղ շարունակում է գործել, ես էլ հետևում եմ ընթացքին, սակայն այնտեղ չեմ ապրի։ Վերջնական մեր բնակավայրը Հայաստանն է, սակայն առաջիկայում երկար ժամանակով Միացյալ Նահանգներ մեկնելու առաջարկ ունեմ։ Մինչև տարեվերջ հաստատ Հայաստանում կլինեմ, դրանից հետո կախված է բանակցություններից։ Հայաստանում և Մոսկվայում բիզնես ունեմ, հիմա երրորդ երկրի հերթն է։ Ես ամենտեղ սկսում եմ բիզնեսով, հետո ինքնըստինքյան ստանում եմ առաջարկներ որպես դերասան։ Առաջարկը վերաբերում է բիզնեսին, սակայն միաժամանակ բանակցություններ եմ տանում նաև նկարահանվելու համար։ Եթե ֆիլմը հաստատվի, կգնամ ԱՄՆ, եթե ոչ եվրոպական երկիր։ Հայաստանում պայմաններն են վատ, եվրոպական նույնիսկ ամենամոտ երկրներում, որտեղ հնարավոր է բիզնես հիմնել, այնքան լավ ու հարմար պայմաններ են ստեղծված, որ չես էլ մտածում Հայաստանում բիզնես հիմնելու մասին։ Ուղղակի Հայաստանը մեր տունն է, սիրում ենք։